Վարազդատ Ստեփանյան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան։ Կրթություն 1964-ից 1970 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում։ 1970-ից 1971 թվականներին սովորել է Ղազախստանի Կուստանայ քաղաքի շրջանային հիվանդանոցում ինտերնատուրա քիթ կոկորտ ականջաբանություն։ Մասնագիտական գործունեություն 1971-ից 1974 թվականներին աշխատել է Ղազախստանի Կուստանայ քաղաքի շրջանային հիվանդանոցում որպես քիթ կոկորտ ականջաբան։ 1974-ից 1989 թվականներին աշխատել է Ախուրյանի շրջանային հիվանդանոցում որպես քիթ կոկորտ ականջաբան։ 1989-ից 1994 թվականներին աշխատել է Նորք մանկական հիվանդանոցում նույն մասնագիտությամբ։ 1994-ից 2004 թվականներին աշխատել է Երևանի Հանրապետական հիվանդանոցում քիթ կոկորտ ականջաբան։ 2005 թվականից առ այսօր աշխատում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքի վարիչն է, քիթ կոկորտ ականջաբան օնկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու է։ 2025 թվականից առ այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության կլինիկայի ղեկավարն է։ Վերապատրաստում 1994, 1995, 1998 թվականներին մի քանի վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնությունում։ 2002 թվականին մասնակցել է քնի ապնոեի վիրաբուժական բուժում թեմայով վերապատրաստման Գերմանիայում։ 2005-ին Մեծ Բրիտանիայում մասնակցել է ձայնի վերականգնում թեմայով վերապատրաստման։ 2005-ին մասնակցել է կոկորդի ուռուցքներ և պրոթեզներ թեմայով վերապատրաստման Միացյալ Նահանգներում։ Պարգևներ կոչումներ ասոցիացիաների անդամակցություն։ Հայաստանի քիթ կոկորտ ականջաբան ասոցիացիայի անդամ, Եվրոպայի Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և Հայաստանի ազգային ակադեմիայի գործող անդամ է։ Արժանացել է պարգևների ու պատվոգրերի Կուստանայի, Ախուրյանի հիվանդանոցների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։ Որոնք են կոկորդի չարորակ գոյացությունների առաջացման պատճառներն ու տարածվածությունը։ Ուրեմն չարորակ նորագոյացությունները առաջանում են մեծամասամբ մարդկանց մոտ ով ծխում է տարիներով ու օրը ոչ թե մի պաչկա 2-3 էջևել կան, շատ են օգտագործում ծխելը եւ մեծամասամբ ով որ ձայնը շատ է աշխատացնում աշխատանքը կապված է ձայնի հետ, ասենք դասախոսներ են, դասատուներ են, հա, իսկ չարաշահում են կծը ու թթու սառը տակ, այդ ամեն ինչը կապ ունի։ Երբ որ հիվանդանում են ու ուռուցք հայտնաբերվում, այդ ամեն ինչը պիտի չլինի իրանց մոտ։ Տարիքային որ խմբերն են ռիսկային գոտում, կանանց մոտ հանդիպում են կոկորդի չարորակ գոյացություններ։ Մի 15-20 տարի առաջ 50-60 տարեկանից հետո են շատերը հիվանդանում չարորակ ուռուցքներով, բայց ցավոք հիմա ավելի աշատացել ու տարիքը 30-40 նույնիսկ հիվանդանում են, որովհետև համ ծխողներ են շատանում, համ էլ օդի բանն ազդում, կեղտոտությունը։ Ինչպես են բուժում կոկորդի քաղցկեղը, հնարավոր է դեղորայքային բուժում։ Գիտեք, կոկորդի քաղցկեղը 4 ստադիա ունի, հա, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Առաջի, երկրորդը կարելի է բուժել ուրիշ եղանակով, առանց վիրահատության, ճարագայթային բուժում։ Իսկ եթե երրորդ, չորրորդը պարտադիր վիրահատություն է պետք, նայած ինչ, միջև վիրահատությունը հիվանդը ստուգում է եւ բիոպսիա է կատարում այդ նորագոյացության, որ իմանանք չարորակը թե բարորակ, եւ MRT հետազոտություն, որ տարածքը իմանանք ինչ ձևի է վիրահատությունը, հա, ինչքան է տարածված, եւ հեռացումը կամ մի հատ ձայնալարը, կամ երկու ձայնալարը, կամ մի կողմը կոկորդի, կամ լրիվ կոկորդը, այդ վիրահատություններն է։ Ու նայած ինչ ստադիա է, տարբեր շարունակություններ կա։ Կարող է ստանալ հետո ճարագայթային բուժում վիրահատությունից հետո, կարող է քիմիոթերապիա։ Կոկորդի վիրահատությունից հետո հնարավոր է պահպանել ձայնը։ Եթե լրիվ չի հեռացում, հնարավոր է, ուղղակի խզված կլինի մի քիչ, որտեղ որևէ բան չկա, ինչ որ հեռացրել են, կամ ձայնալարը, կամ կոկորդի կեսը։ Իսկ եթե լրիվ են հեռացնում, չեն կարող խոսալ ընդհանրապես, բայց հետո վիրահատություն է արվում, որ խոսում են հատուկ։ Վիրահատությունը կատարում է, երբ որ լրիվ կոկորդը հեռացվում է,
հատուկ վիրահատություն է, սիլիկոնի պրոթեզադրում, այդ վիրահատությունը մեր մոտ արվել առաջի անգամ 2006 թվին։ 5 թվականին ես այդ դրա համար որ իմացել եմ, որ այդ վիրահատությունները կատարում աշխարհում, գնացել եմ Ամերիկա, Բոստոն, դեր մի շաբաթ մնացել, ծանոթացել եմ Բլումսինգեր, ով որ հնարել է այդ մեթոդը, ու իրանք ինձ օգնել են գործիքներով, բանով, բայց հետո դրանից հետո եկել եմ մի ամիս էլ գնացել եմ Անգլիա, Նյուկասլ, որտեղ Հայաստանում չի արվում, պետք է ամեն ինչ իմանաս, որ այդ վիրահատությունը անես, բարդություններ կա, բան կա։ Հետո եկել սկսել ենք արդեն 6 թվից Հայաստանում այդ գործերը անել, կոկորդի ձայնի վերականգնում, կոկորդը հեռացնելուց հետո։ Դուք առաջինն էիք, որ Հայաստանում կատարեցիք կոկորդի չարորակ գոյացությունների վիրահատական միջամտություններ ու ձայնի վերականգնում։ Ինչպես սկսվեց ամեն ինչ ու քանի վիրահատություն եք իրականացրել մինչ օրս։ Գիտեք, Հայաստանում առաջինը չեմ, որ կատարել եմ այդ վիրահատությունը, բան, կոկորդի հեռացումը, այդ օնկոլոգիա ինստիտուտում կատարում էր, միջև ինձ ուղղակի ես առաջինը արել եմ Արմենիա բժշկական կենտրոնում, հանրապետական հիվանդանոցում, երբ որ տեղափոխվել եմ դեղ, Լենական եմ աշխատել, հետո մանկական Կուստանայ Կազախստանում, հետո որ գնացել եմ Արմենիա բժշկական կենտրոն, այն ժամանակ ամբիոնի վարիչը Խանամիրյան Ռաֆայելն էր, Ռաֆայել Մինայեչը, ինքը ինձ գիտեր ինքը, ասում է ես ուզում եմ, որ մեր մոտ չարորակ ռուսներ հեռացվի հանրապետականում։ Դրա համար գնացել եմ Մոսկվա, Պողոսովի մոտ, պրոֆեսոր հայտնի, հետո Լենինգրադ, Պլուժնիկով, էլի հայտնի ակադեմիկա, իրանց մոտ ամեն մեկի մոտ մի ամիս մնալուց հետո եկել արդեն սկսել եմ այդ վիրահատությունները հանրապետական հիվանդանոցում, բայց ուրիշ տեղ օնկոլոգիայում այդ վիրահատությունը արվում է, ուղղակի առաջինը արվել է մեր մոտ ձայնի վերականգնումը։ Վերջերս նորաձև են դարձել ծխախոտի ժամանակակից տեսակները, որքանով են դրանք վտանգավոր եւ կարող են նպաստել կոկորդի չարորակ գոյացությունների առաջացմանը։ Ես կարող եմ միայն մի բան ասել, որ դրանք նույն ազդեցություն ունեն այդ օնկոլոգիայի վրա, ինչ որ սովորական ծխախոտը։ Նենց որ դրա համար էլ հենց ավելացել է, շատացել է երիտասարդները, որտեղ գիտեն թե ծխախոտ չի, բայց ավելի շատ դրանից են վարակում։ Ինչ եք անում, երբ ուզում եք լրիվ կտրվել աշխատանքից։ Շատ բաներ կարելի անել, բայց ես սիրում եմ աշխատանքից հետո, երբ որ հոգնած եմ, կամ կիրակի շաբաթ գնամ բասեին ու այդ ամեն ինչ օգնում է ամեն ինչից։ Երաժշտական ո՞ր ժանրն եք նախընտրում եւ այն ազդում է արդյոք ձեր տրամադրության վրա։ Այո, ես ճիշտ է, հասակս մի քիչ մեծ է, իմ ժամանակվա Beatles-ներն են, ABBA-ն, շատ բաներ կա, էլի տենց այդ անսամբլերը, դրանց եմ սիրում։ Երազանք, որը դեռ չի կատարվել։ Դժվար, ինչ-որ մտածում եմ կամաց կատարվում է։ Շատ բաներ կա, որ ասենք երեխաներս արտասահմանում եմ, որ ուզում եմ մոտիկ լինեն կամ ես չեմ ուզում գնամ, իրանք դեռ լավ ապրում են, շուշուտ գնանք տեսնենք, այդ ամենակարևորը։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ամեն ինչ է, որովհետև առանց հայրենիք ոչ հաջողություն կա, ոչ ուրախություն կա, ոչ մի բան։ Միայն հայրենիք լինի ու խաղաղություն ամեն ինչը։ Ու մեր օգտին ամեն ինչ, մեր Հայաստանի։